այդ ընդունված բան է, իհարկե, որ ասում են այսօրվա անորոշությունների պայմաններում։ Այդ անորոշությունը մենք չենք էլ նկատում, այդ անորոշությունը այսօր էլ կար, եկել կար, վաղն էլ ալնելու 10 տարի առաջ էլ կար, 20 տարի առաջ էլ կար, 30 տարի առաջ էլ կար, 30 տարի հետո ալնելու։ Խնդիրներն այդ անորոշությունների պայմաններում որոշել, իսկ ինչ ենք մենք անում այդ անորոշությունը։ Հիմա լավ լուրն է նա, որ այդ անորոշությունների պայմաններում մենք որոշել ենք ինչ ենք անում եւ հետեւաբար դա է շատ կարևոր նախադրյալը, որ այդ անորոշությունները մեր վրա կունենան կառավարելի կամ նվազագույն ազդեցություն։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես լիովին համաձայն եմ ձեր հնչեցրած մտքերի հետ, այստեղ իմ կարծիքով մեր հիմնական անելիքը այդ հավելյալ տնտեսական աճի բաշխմանն է վերաբերում եւ մեր տնտեսական քաղաքականությունը հենց առաջի հերթին պետք է ուղղված լինի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ հարկաբյուջետային քաղաքականությունը, որպեսզի այդ աճի բաշխումը հնարավորինս ներառական լինի եւ վերաբերվի մեր բոլոր սոցիալական շերտերին, ինչը նաեւ դրսևորվում է այն վիճակագրության, որը պարոն Պապյանը ներկայացրեց եւ մեր գործողությունները այս ուղղությամբ պետք է շարունակական լինեն։ Պարոն Հովհաննիսյան, այդ թեմային էլ մենք բազմիցս անդրադարձել ենք եւ իհարկե դա բնականաբար մեզ համար ամենազգայուն եւ կարեւոր թեմաներից է, որովհետեւ բաշխման մասին երբ որ խոսում ենք, իհարկե պետական բյուջետային քաղաքականություն դրա կարևոր ատրիբուտներից մեկն է, բայց ըստ էության բաշխման process-ում կարևոր է ոչ միայն, այսպես ասած, այդ հնարավորությունը ստեղծելու, այլև այդ հնարավորությունից օգտվելու ունակությունը, որովհետև ես հիմա այսօր ուզում եմ անդրադառնալ, ուղղակի տեն ժամանակը երկար ձգվեց միջև նախագծերը կարդում եմ 25 րոպե գնաց նիստի կեսը, բայց հետևյալը, որ այս աշխատավարձերի մասին, որ խոսում ենք, աշխատավարձերը աճել են, միջին աշխատավարձը աճել է, աշխատատեղերը աճել է եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ ամենի արդյունքում միշտ հարց է ծագում, այսինքն դա նշանակում է, որ մարդիկ լավ են ապրում։ Միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում, բայց որ մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում, կամ բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում, կամ նույնիսկ ավելի վատ են ապրում, բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք, որ մարդիկ են ավելի լավ ապրում, այն մարդիկ, ովքեր իրանք վրա աշխատում են, որ Հայաստանում հարգելի գործընկերներ, մեծ գումարներ են պտտվում։ Երեք ես տեղեկանքն եմ ստացել կենտրոնական բանկից եւ այս տարի, եթե ճիշտ եմ հիշում, $500 միլիոն գնում է իրականացրել, պարոն Գալստյան, ճիշտ եմ հիշում թիվը։ Չէ, ավել 1.5 միլիարդի կարգի։ 1.5 միլիարդի, բա 500 միլիոնը նայեք պահուստների աճը։ 1.5 միլիարդ կենտրոնական բանկը 1.5 միլիարդ, պարոն Գալստյան։ Այո, 1.5 միլիարդ դոլար։ 1.5 միլիարդ դոլար է գնել Հայաստանի Հանրապետության շուկայից։ 1.5 միլիարդ դոլար։ Մենք հասկանում ենք, ես ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, այդ 1.5 միլիարդ դոլարը մտել է Հայաստան, հայտնվել է շուկայում, եւ կենտրոնական բանկը տեսել է ավելցուկ եւ այդ 1.5 միլիարդը գնել է, այսինքն այս 1.5 միլիարդը դարել է դրամ եւ վերադարձել է շուկա։ Հիմա բացի այն սովորական, որ գիտենք, Հայաստանում պլյուս 1.5 միլիարդ դոլար է պտտվում։ Պետք է մարդկանց մեջ զարգացնել կարողությունը այս 1.5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել։ Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց բաժինը վերցնում են, իրենց կրթության շնորհիվ։ Այսօր Հայաստանում ինչքան էլ փորձեն տպավորություն ստեղծել տենց, այդպիսի բան չկա, որ մտնեն միտեղ ասեն հավաքեք, ես մերն է եւ այլն եւ այլն։ Չնայած եթե տենց դեպքեր լինում են, դրա համար իրավապահ մարմիններ կան, պետքա քննեն, հետաքննեն, զբաղվեն։ Բա ով է, բա մարդ կա այս 1.5 միլիարդ դոլարը այս հենց դեմով անցնում է, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում։ Ինչի ոչ մի բան չի փոխվում իր կյանքում։ Որտեւ մարդը չունի անհրաժեշտ հմտություն։
Այդ 1.5 միլիարդը հավելյալ հատվածն է, այս 1.5 միլիարդ չէ։ Շատ ավելի մեծ մի քանի 1.5 միլիարդ դոլարների մասին։ Պատկերացրեք, մարդը նստած է, իրանց չգիտեմ, որևէ զբոսայգում, որևէ տեղ, կամ կանգնած է, կամ այդ 1 միլիարդները դեմով անցնում են, ցենց անցնում են դեմով։ Այդ մարդը ավելի վատ է ապրում։ Ստեղ է խնդրեմ, մենք պետք է օգնենք այդ մարդուն, որ ասում եմ մարդը պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, որ այդ 1.5 միլիարդ դոլարի իր բաժին ունենա, որն է դրա ձև, միայն մի ձև, մենակ կրթություն, ուրիշ որևէ բան չկա։ Ինչ ուզում եք այդ 1.5 միլիարդից կեսը խողովակով մտցնենք իրանց տուն։ Մեկը իրանց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է պետք հմտություն։